Հովհաննես 18-րդ գլուխ։ Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրովնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այնտեղ հավաքվել։ Եվ Հուդան իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։ Իսկ Հիսուսը իր վրա եկող այս ամենը տեսնելով դուրս ելավ ու նրանց ասաց. Ո՞ւմ եք փնտրում։ Նրան պատասխանեցին Հիսուս Նազովրեցուն։ Հիսուսը նրանց ասաց. Ես եմ։ Նրանց հետ էր նաև Հուդան, որ մատնում էր նրան։ Երբ Հիսուսն ասաց ես եմ, հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ Դարձյալ նրանց հարցրեց. Ո՞ւմ եք փնտրում։ Նրանք ասացին Հիսուս Նազովրեցուն։ Հիսուսը նրանց պատասխանեց. Ձեզ ասացի ես եմ։ Արդ եթե ինձ եք փնտրում, նրանց թույլ տվեք գնալու։ Որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր. Նրանց ում ինձ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի։ Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն, հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա աջ ականջը։ Ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուսը Պետրոսին ասաց. Սուրդ պատյանի մեջ դիր։ Միթե չպիտի խմեմ բաժակը, որ հայրը տվեց ինձ։ Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ Նրան նախ տարան Աննայի մոտ, որը Կայափայի այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայափան էր, որ հրեաներին խրատ տվեց, թե ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դրսում։ Այդ մյուս աշակերտը, քահանայապետի ծանոթը, դուրս ելավ, դռնապանին ասաց ու Պետրոսին ներս մտցրեց։ Դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. Չէ՞ որ դու էլ այդ մարդու աշակերտներից ես։ Եվ նա ասաց. Ոչ, չեմ։ Այնտեղ կային ծառաներ ու պահակներ, որոնք քանի որ ցուրտ էր, խարույկ էին վառել ու տաքանում էին։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Իսկ քահանայապետը Հիսուսին սկսեց հարցնել նրա աշակերտների ու նրա վարդապետության մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. Ես բացահայտ խոսեցի աշխարհում։ Ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում են բոլոր հրեաները։ Ծածուկ ոչինչ չեմ խոսել։ Ինձ ինչու ես հարցուփորձ անում։ Հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ինչ եմ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն, թե ինչ եմ ասել։ Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը Հիսուսին մի ապտակ տալով ասաց. Այդպես ես պատասխան տալիս քահանայապետին։ Հիսուսը նրան ասաց. Եթե վատ բան ասացի, վկայիր վատի մասին։ Իսկ եթե լավ, ինձ ինչու ես խփում։ Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ։ Եվ Սիմոն Պետրոսն այնտեղ կանգնած տաքանում էր։ Նրան ասացին. Չէ՞ որ դու էլ նրա աշակերտներից ես։ Նա ուրացավ ու ասաց. Ոչ, չեմ։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը, նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. Չէ՞ որ ես ինքս պարտեզում տեսա քեզ նրա հետ։ Պետրոսը դարձյալ ուրացավ և աքաղաղն անմիջապես կանչեց։ Կայափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելավ նրանց մոտ ու ասաց. Այս մարդու մասին ինչ ամբաստանություն եք ներկայացնում։ Նրան պատասխանեցին. Եթե սա չարագործ չլիներ, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի։ Պիղատոսը նրանց ասաց. Դուք վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն նրան դատեք։ Հրեաները նրան ասացին. Մեզ համար որևէ մեկին սպանել օրինավոր չէ։ Որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց, նշելով, թե ինքն ինչ մահով էր մեռնելու։ Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ
կանչեց Հիսուսին ու ասաց նրան. Դու ես հրեաների թագավորը։ Հիսուսը պատասխանեց. Դու քեզնից ես այդ ասում, թե իմ մասին ուրիշներն ասացին քեզ։ Պիղատոսը պատասխանեց. Միթե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը։ Ասա, ինչ ես արել։ Հիսուսը պատասխանեց. Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, չէ՞ որ իմ հետևորդներն արդեն կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ։ Բայց արդ իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Պիղատոսը նրան ասաց. Եթե այդպես է, ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը նրան պատասխանեց. Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Պիղատոսը նրան հարցրեց. Ինչ է ճշմարտությունը։ Երբ այս ասաց, անմիջապես դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Բայց դուք սովորություն ունեք, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ։ Արդ ուզում եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագավորին։ Բոլորն աղաղակեցին ու ասացին. ոչ դրան, այլ Բարաբբային։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։